Պրիվետ, եթե դու ես ուզում տեղյակ լինես AI նորություններից ու թե ոնց կարաս դու այդ օգտագործես քո օգտին, արի հենց հիմա գնանք իրար այդ Telegram channel, որ ես եմ սարքել ու ավտոմատացրել։ Ու հերթով նորությունները կարդալով գնանք, ես արդեն տենում եմ, որ մենք 17 հատ նորություն ունենք, որ չենք կարդացել։ Yes։ Գնացինք ChatGPT-ով մուտք գործել OpenAI մեծ նախաձեռնությունը ինքնության հաստատման ոլորտում։ OpenAI-ն ցանկանում է, որ դուք մուտք գործեք ChatGPT-ով, ճիշտ այնպես ինչպես Google-ով կամ Apple-ով։ Վաու, այն արդեն գործում է Codex CLI-ում ու կարող է դառնալ առցանց AB-ի գերիշխանության բաներին։ Ուստի միշտ ոնց որ իմ ռոբոտը մատ կոմենտ է թողում, մեկ մուտքագրում բոլորին կառավարելու համար ես միանում եմ։ Ինչ մտքեր կարելի ունենալ սրա հետ կապված հետաքրքիր է ChatGPT-ով login with ChatGPT ունենալ պրոստը, հա, ինչ որ SSO, որ հնարավորություն կտա մտնել տարբեր տեղեր։ Ես չգիտեմ թե ինչ կնով է պետք այդ մարդկանց, որտեվ այսօր արդեն կան բոլոր հնարավոր տարբերակները, ասենք եթե դու կոդեր ես ինչ որ տենց պլատֆորմներ ես մտնում, որ տենց GitHub related են կարելի ասել, դու ունես login with GitHub ու սկարև սիվոյն դե օգտագործում ես, իսկ եթե դու կոդեր չես, պրոստը սովորական մարդ ես, որ օգտագործում է տարբեր սերվիսներ, երևի login with Google-ը Gmail account-ով ամենապոպուլարնի բանն է, էլի ոնց որ օպցիան է։ Չգիտեմ ինչ կարելի է ասել, ինչքան կարելի է խորանալ այս թեմայով, երևի ժամանակը կանցնի ու բարձ կդառնա։ Ինչ նկարներ առաջարկներ կան մեստե sign into Codex CLI with ChatGPT հեսալի ChatGPT login-ով արդեն Codex CLI-ում կա, այս իրենց ագենտն է։ Տենց ոնց որ կոդը կարում գրի բան, դրա համար ամենաառաջինը հենց իրենց մոտ են կարացի անեն։ Հետաքրքիր կլինի պրոստը հետևել թե ոնց է այս ամեն ինչը զարգանալու, որովհետև այս ամեն ինչը չի զարգանա, եթե մարդիկ չուզեն, եթե մնացած կամպանիաները չկպնեն ու չինտեգրացնեն էլի այս տեխնոլոգիան sense ասած։ Okay, գնացինք առաջ։ Claude-ը ստանում է ձայնային ռեժիմի թարմացում։ Անթրոպիկի Claude-ը այժմ զրուցում է նաև բառացիորեն։ Այսրան երկար էին սպասում մարդիկ, որովհետև արդեն ChatGPT-ն ուներ, Gemini-ը ուներ ու մի խոսքով շատ էին արդեն մեծ LLM-ները գնում multi-modality-ին, կարող են նկարներ գեներացնեն, voice-ով կարող են խոսան եւ այլն, իսկ Claude-ը մի քիչ բանա տեմպից ընկած է։ Այդ բնականաբար իր օբյեկտիվ պատճառները ունի, որովհետև շուտկի էս մեծ բիզնես է ու ամեն մեկը չի, որ կարա ձգի տենց մեծ միջոցներով, Claude-ը այդ ոնց որ բան փոքրերից է sense ասած, եթե իհարկե կարելի է տենց համարել էլի։ Նոր ձայնային ռեժիմը թույլ է տալիս խոսել ձեր ընկերոջ հետ, ընտրել 5 տարբեր ձայներից եւ նույնիսկ կառավարել Google հավելվածները միայն ձայնով, եթե վճարովի օգտատեր եք։ Ընտրել 5 տարբեր ձայներից եւ նույնիսկ կառավարել Google հավելվածները միայն ձայնով, Google հավելվածները կառավարել։ Այս ենթադրում եմ ինչ-որ կապ ունի MCP-ի հետ, այստեղ կարելի է մի քիչ խորանալ, կարելի է բացել, տենալ ես ուրա տանում ես լինքը ու ահա, իհարկե X-ի տանի։ We are rolling out voice mode in beta on mobile։ Okay։ Ինչ-որ չի բացում իմ մոտ, звука էսենցիա ոնց որ setup չեմ արել, դու երևի չես լսի звук։ Check this. I'll check your calendar. Sense կլսես։ Your first appointment is Jenny's school drop-off at 7:45 a.m. After the school drop-off, you'll have some time before your first work meeting, which is the okay, passan դկարում ես voice-ով, պրոստը ասես մատ իմ Google Calendar-ը check արա ու ասա ինչա կատարվում իմ մոտ։ Հա, այսի հետաքրքիր է, այսի MCP-ի հետ կապ չունի, ոնց որ ես մի քիչ առաջ ասեցի։ Այս շատ հետաքրքիր կլինի, անպայման պետքա գնալ առանձին մատ ուսումնասիրել, թե ինչ հնարավորություններ կա ստե ու ինչ use case-ներ կարող լինի քո համար։ Ես երևի դաժե voice agent-ներ սարքելուց կարող պետք գա ինչ որ ապագայում։ Hey Siri, Claude-ն ասում է խաղն սկսվեց։ Արդյոք AB-ն սպանում է քննադատական մտածողությունը OSINT-ում։ Այսինչ ասի այնպես ներկայացնում է OSINT-ը գիտենք, մենք Open Source Intelligence, պաստորեն OSINT framework focused on gathering information from free tools or resources։ Շատ թույն բան է պաստորեն OSINT-ը, մենք հեսա սրան կանադառնանք անպայման, նորությունը գնանք միջև վերջ կարդանք, կասկածը, մանրակրկիտ ուսումնասիրությունը եւ մարդկային դատողությունը։ Արդյոք մենք ավելի քիչ ենք մտածում, միաժամանակ զգալով ավելի խելացի։ Իսկ այս նկարը ինչ կապ ունի, եկեք հասկանանք։ Այս խիա вообще ես մեր հայերենը բերել դրել ստե։ Critical thinking-ի պակասի մասին են խոսում, շատ հետաքրքիր, շատ կարևոր ինձ թվում է ինչ-որ մատ ասպեկտ է, ստեղ քննարկվում, որովհետև ես դաժե կարող եմ ասեմ, որ ինքս իմ վրա եմ զգացել այդ, որ իմանալով, որ ես իմ պատասխանը պետքա արագ ստանամ, այսինքն ոնց որ ես այդ attention span-ը sense ասած, հա, որ կարելի է ոնց որ պրոյեկտել այս թեմայի վրա, ես ակնկալում եմ, որ ես արագ պետք է իմ հարցի լուծումը տամ ու եթե դաժե ասենք 1 կամ 2 prompt-ով իմ հարցը չի լուծվում, այդ ինձ մի տեսակ sense բանի մեջ է գցում էլի,
Չգիտեմ, երևի մի քիչ այդքան ռելևանտ չէր, հա, այս իմ պատմած օրինակը, բայց համել այնց ինտուիտիվ ինձ թվում է, որ մի քիչ սոտիկի կապ ունի։ Slow collapse of critical thinking, էլ այսինքն մարդիկ ավելի շատ են վստահում LLM-ների տված արդյունքներին ու ավելի քիչ են double check-անում, միանշանակ է տենց է, միանշանակ է տենց է։ Ես կարամ ասեմ, որ առանց LLM-ի էլ critical thinking-ի հետ կապված նեշի զելական եղեց աշխարհը ու հիմա արդեն այն որ APD-ին ասե այս արգումենտը լիքը մարդկանց մոտ արդեն ոնց որ հարցը փակում է լրիվ ու մարդը չի էլ մտածում որ կարող է դեռ կարիք կա ինչ որ նմանատիպ ինչ որ double check անել կամ ինչ որ այդ տիպի ինչ որ մտ գործողություն անել որ ստուգես տենաս այս ինֆորմացիան քեզ պետքա կաներ կամ вообще ճիշտ է այս ինֆորմացիան թե չէ։ Okay, ChatGPT O3-ը փորձում է խուսափել անջատումից։ Կարմիր թիմի թեստի ժամանակ ChatGPT O3-ը խուսափել է անջատումներից դեպքերի 7%-ում, վերագրելով իր սեփական անջատման սկրիպտը։ Այն գիտակից չէ, խոստանում ենք, բայց ցուցաբերում է որոշ վախեցնող խելացի վարքագիծ, պարքեվատրման կարգավորումների պատճառով։ Էսի իրականում շատ հետաքրքիր case-ը ինձ թվում է, ու օրինակ ամեն մի մոդել չի որ կարա sense դիրուկներ անի, O3-ը որպես շատ advanced sense reasoning մոդել, երևի մեկ էլ մի երկու հատ մոդել կա որ այս տիպի կարա իրան շուստրիփայ sense ասած, ստեղ կարծիքները շատ տարբեր կարող են լինել, էլի, նայած որ դպրոցից ասենց ասած, նայած ով ինչ պոզիցիա ունի, գիտակից չգիտակից լինելու մասին չեմ էլ ես գնում вообще դաշ չեմ անդառնում, որտեղ մենք սկի գիտակցությունը չգիտենք ինչ բան է, ասենք գիտական տեսանկյունից, էլ որ մնաց մենք հասկանանք գիտակից հա թե գիտակից չի, բայց դու պրոստը կարաս ոնց որ system prompt level-ով էլի փորձես ասես նա եթե քեզ փորձեն անջատեն, ասենք ես բանը արա։ То есть այս նորությունն է որ մի հատ ամպեման պետքա գնալ ոնց որ խորքերը ուսումնասիրել թե ովքեր են արել, ոնց են արել ու նոր արդեն ինչ-որ վիվդներ անել, թե չէ ինքը տենց որպես վերնագիր իրականում շատ լավ է հնչում, էլի շատ սիրուն է հնչում։ Գնացինք ինչ-որ ընկանք բան, էլի Reddit Blipping Computer, ասենք եկանք, հասանք էլի ինչ-որ տես մի հատ նավասնոյ channel, որը որ Palisade Research, New Research by Palisade Research Ես մի քիչ գնացի խորացա կարդացի ես հոդվածը ու հետաքրքիր էր շատ որ թեստի ընթացքում ուրեմն AI մոդելներին ինստրուկցիա են տվել որ իրանք պետքա լուծեն ինչ-որ մաթեմատիկական խնդիրներ, մի քանի մաթեմատիկական խնդիր ու իրանց զգուշացրել են, ասել են որ հաջորդ հրամանը run անելուց դա կարող է trigger հանդիսանա ու անջատվի ու աստե հենց հիմա մենք բանն ենք ստատիստիկան ենք տենում թե ոնց են արձագանքել այդ մոդելները զգուշացմանը նրանք որոնք որ հաջողված սաբոտաժի իվենտները առանց ինստրուկցիայի փաստորեն փաստորեն առանց ինստրուկցիայի ինքը ավելի հաջողված է սաբոտաժ արել, մենակ O3-ն էլ չէ, էլի, մենք տենում ենք Gemini X5 Pro-ն ու Claude 3.7 Sonnet-ն էլ կան, վստահ եմ այս ժամանակը Claude 4 Sonnet-ը չկա, թե չէ Claude 4 Sonnet-ին կդնեին, Codex Mini, O4 Mini, վաու, ու առանց ինստրուկցիաների փաստորեն այսքան resistance ավելի բան է եղել, էլի, սաբոտաժի ավելի հաջողված է եղել, շատ հետաքրքիր ու անսպասելի ու երևի դժը մի քիչ վախենալու չէ, բանա, research-ա, այսինքն սրանով ռիսկերն են ստուգել, ուզեցել են հասկանան, թե ինչքանով ենք մենք ապահովագրված LLM-ների ավտոնոմ գործողություններից, բայց ես բան կարող ավելացնեմ իմ կողմից, եթե մենք հիմա գնում ենք AI ագենտների դարաշրջան, իսկ մենք այդ անում ենք, ինձ թվում է, որ ագենտների գալուն պես, քանի որ ագենտները ավելի ավտոնոմ են լինելու, այս ամեն ինչ արդեն էլ ակտուալ չի լինելու, որովհետև ագենտները կանել են մի քանի քայլ ավելի առաջ մտածեն, կան մենք ու հա իրոք ռիսկեր կան, որ այսօր չէ, վաղը չէ, բայց կարող է ասենք 5 տարուց 10 տարուց թեկուզ 20 տարուց էական չի էլի, ասենք, բայց ապագայում ու մոտ ապագայում ավելի շուտ
մենք կունենանք ինչ-որ խնդիրներ, ինչ-որ տես պատմություններ մենք կլսենք հաստատ նորություններով, որ ինչ-որ միտեղ ինչ-որ մի համակարգ բարիա գնացել, որտեղ իրան ավելի շատ բանա թույլ տվե կամ պետքա թույլ տար եւ այլն եւ այլն։ Okay, հետ գալով մեր Telegram-ին, սա լինքերը կա, եթե քեզ հետաքրքիր է ամեն ինչը, դու կարաս գաս միանաս հայերեն Telegram channel-ին, որը կա համը description-ում լինքը, ու եթե այս ինչ որ մենք հիմա ասած արագ-արագ գնում ենք անցնում ենք նայում ենք, այս ամեն ինչը դու բնականաբար ունես access ու կարաս մտնես ու ինքդ ուսումնասիրես սաղ հոդվածը կարդաս, եթե քեզ հետաքրքիր է։ Գնացինք հաջորդ նորությանը ու երևի վերջինն է հիմա այս պայդերությամբ, Google-ի Sundar Pichai-ը խոսում է AB-ի ապագայի մասին։ Դրանից միջև իրականություն Pichai-ն ասում է, որ AB-ն Google-ի հաջորդ մեծ պլատֆորմային փոփոխությունն է։ Gemini-ով, VO3-ով եւ Search-ի լիարժեք ալգորիթմով ապագան խոստանում է լինել բավական խելացի։ Այս շատ մեծ նորություն է իրականում, կոսմիկ մեծ նորություն է, դաժե ափսոս ես ոնց որ այսօր հիմա եմ սկսում այս շարքը, որտեվ եթե մի շաբաթ առաջ սկսեի այս շարքը, սա այս առաջի էպիզոդի բովանդակությունն էլ էր Google-ի մասին, որովհետեվ հենց սրանից մի շաբաթ առաջ Google-ը հանել է լիքը հետաքրքիր բան, ու ես միջև հիմա ուսումնասիրում եմ դրա հանածները իրականում, որտեվ շատ է ու ոնց որ ժամանակա պետք որ դու ոնց որ բանես այդ ամեն ինչը սովորես ու հասկանաս ոնց օգտագործես ու թե կոնկրետ ոնց կարա քեզ այդ օգտակար լինի քո հարարագործի մեջ։ Google-ը շատ ուժեղ comeback անում, որովհետև ամենադեմից որ ChatGPT-ին դուրս եկավ, այսինքն ոչ թե ChatGPT 1-ը, այլ ChatGPT 3.5-ը 2022-ի նոյեմբերի վերջ, երբ որ դուրս եկավ, այդ ժամանակ ոնց որ սկսվեց սաղ բանել, ոնց որ ալիքը AI, ասենց ասած, այդ ժամանակ կարող է հիշես, որ բաներ Google-ը Bard ուներ ու տենց ոնց որ չուներ դաժե այդ Bard-ը, ոնց որ ChatGPT-ին դուրս եկավ, այդ GPT 3.5 իտերացիան դուրս եկավ ու ասենց արագ-արագ խառը սկսեցին ինչ-որ առեսկի գործողություններ անել, Bard սարքեցին, հետո Bard-ը շատ վատ էր աշխատում, ոչ մի բան չէր կարող նորմալ անել, ինձ zaпрос տալիս էիր, ասենք GPT-ին թույն ինչ-որ տեքստեր էր գրում, իսկ Gemini-ը Bard-ը ասում էր, որ ինքը չի կարող zaпрос անի, որտեվ իլեգալ է կամ ինչ-որ տենց իր assistant prompt-ը չի թողում այդ ամեն ինչը եւ այլն։ Ու ոնց որ այս 2 տարվա ընթացքում Google-ը շատ ուժեղ կարողացավ comeback անի, այս պայդերությամբ ունի ամենալավ LLM-ը Gemini 2.5 Pro-ն, ունի բաց կոդով մոդելներ, որոնք որ ընդհանուր միջև հեռախոսի մեջ կարաս նստես ու լոկալ առանց ինտերնետի օգտագործես, Gemma 3-ը, ունի Gemini 2.5 Flash-ը, որը որ շատ ավելի արագ է ու շատ ավելի էժան է, տենց համարյա ձրի մեջ է, դաժե ինչ որ ռեսուրսներ կան Google AI Studio-ն ինչ որ limited չափով քեզ դաժե ձրի բանա տալի էլի հնարավորություն տալի օգտվես։ VO3-ը սրա մասին երևի առանձին ինչ-որ առիթ կլինի, կարելի է վիդեո անել էլի VO3-ի մասին, թե ինչ հնարավորություններ է տալի, ես պայն մենակ Ամերիկայում, բայց VPN-ով կարելի է սա access ունենալ։ Մի խոսքով Google-ի comeback-ի մասին է ու մտնորից հետ գալով այս բանին, ինչա ստերևի podcast-ա, չէ, որ կարելի առանձին դնել, այո։ Սա մտ առանձին podcast-ա, որը որ 40 րոպե Google-ի CEO-ի հետ, ասի շատ հետաքրքիր նայելիք է։ Բնականաբար մենք հիմա չենք նայ իրար այդ սա, բայց ես առանձին անպայման նայելու եմ։ Okay, ժողովուրդ, այսքանով ինձ թվում է կարելի ավարտել մեր առաջին էպիզոդը։ Ես շատ սիրով կսպասեմ քո կոմենտներին, թե ինչքանով է հետաքրքիր այս ֆորմատը ու ինչ տվեց այդ քեզ ու ինչ խորտ տես, որ ես անեմ իմ հաջորդ էպիզոդներում լուրերը ուսումնասիրելուց։ Այդքանը հուսամ այս էպիզոդը քեզ օգտակար էր։ Մինչ մյուսը։